Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, հյուրս Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Գիլոյան։ Սիրելի բարեկամներ, շատ ուրախալի լուր ունենք, հավանաբար նույնիսկ արդեն տեղյակ եք այդ ամենից, շուտով Հայաստանում կայանալու է հոկեյի D դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Սա ուղղակի շատերի համար ֆանտաստիկ լուր է, շատերը ովքեր չգիտեին հիմա ժպտացին, զարմացան, ասին հոկեյ, երբ ունենք որ աշխարհի առաջնություն, ինչ մրցում եւ այլն։ Հասկանում եմ եւ մենք այսօր հենց այդ նպատակն էլ ունենք մեր հերոստատիտողին բացատրել, թե ինչ վիճակում է հոկեյը Հայաստանում, ինչպես է ստացվել որ այդ առաջնությունը կայանալու է Հայաստանում, նախ ինչ հնարավորություններ ունենք եւ ինչ է տալու Հայաստանին։ Դրա համար առաջարկում եմ դիտել գործընկերներից պատրաստած տեսանյութը, որը կպատմի այն մասին, թե վերջին տարիներին ինչ է կատարվում հայկական հոկեյում, կներկայացնի մեր հավաքականի նախապատրաստական այդ մարզումը աշխարհի առաջնության նախաշեմին, որից հետո կվերադառնանք ու կզրուցենք։ Խնդրեմ։ Մի քանի տարի առաջ հոկեյը Հայաստանում սպորտային հանրության ուշադրության կենտրոնում գրեթե չէր հայտնվում։ Սառցադաշտը մեկն էր, միակ թիմը սիրողական հիմունքներով էր գոյատևում, ավանդույթները տարիների խորք չէին գնում։ Հայաստանի հավաքականի եւ ներքին առաջնության գոյությունը պարզապես երազանք էր թվում։ Այսօր այդ երազանքն արդեն իրականություն է։ Վաղը Երևանի Գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում կմեկնարկի հոկեյի աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի մրցաշարը, որի ընթացքում Հայաստանը կներկայանա սեփական ազգային թիմով։ Մեր ընտրանին վերջին շաբաթներին գտնվում է ինտենսիվ մարզումային փուլում։ Թիմը գլխավորում է ռուս մասնագետ Վադիմ Գուսկովը, որն իր հետ Հայաստան է բերել ոչ միայն տարիների փորձ, այլև սառցեմարտիկներին պատրաստելու նոր մոտեցում։ Նրա խոսքով թիմն արդեն անցել է ծանրաբեռնված փուլը եւ այժմ շեշտը դրվում է խաղացողների ֆիզիկական, տեխնիկական եւ տակտիկական ներդաշնակության վրա։ Մարզիչը թիմի արչեւ նաեւ 3-րդ դիվիզիոն տեղափոխվելու առաջադրանք է դրել։ Միանշանակ կարծում եմ, որ թե մարզչական շտաբը եւ թե թիմը պետք է իրենց արչեւ դնեն միայն ամենաբարձր նշաձողը։ Դա իհարկե կլինի հնչեղ հաջողություն եւ մենք ուղղված ենք դրան հասնել։ Թիմի նոր ընծավակ Էդուարդ Մալաքյանն էլ վստահ է, եկել է պատմություն կերտելու պահը։ Մեր հավաքը գիտի, որ պետք է ոչ միայն խաղադաշտում առաջնորդել թիմին, այլև դրանից դուրս ոգեշնչող, պահող, ուղղություն ցույց տվող լինել։ Առաջին օրից ես իմ սահմանները գծել եմ, այսինքն պետք է հանդես գամ եւ սառույցի վրա եւ հանդերձարանում։ Իհարկե իմ ասիստենտներն օգնում են ինձ ամեն ինչում, այնպես որ պատրաստվում ենք ուժերի առավելագույնով եւ ցույց կտանք մեր լավագույն հոկեյը։ Սա ոչ միայն մարզական իրադարձություն է, այլ նաեւ խորհրդանշական պահ։ 2010 թվականին մասնակցելուց ու որակազրկվելուց հետո մեր թիմն առաջին անգամ մրցելու է աշխարհի հարթակում։ Սեփական պատերի ներքո, սեփական երկրպագուների առաջ եւ սա արդեն հաղթանակ է։ Պատրաստվում ենք շատ քրտնաջան տարապունքներով, դուրս են գալու միայն հաղթանակների հետևից։ Այս թիմը միայն մարզիկների խումբ չէ, նրանք իրենց վրա են վերցրել երկրի պատիվը, ազգային դրոշը բարձր պահելու պարտականությունը։ Հավաքականի խաղացողներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, մեկը Երևանից է, մյուսը ժամանել է արտերկրից, բայց բոլորին միավորում է մի երազանք՝ բարձրացնել Հայաստանի անունը միջազգային հարթակում։ Դրա համար էլ մեր հոկեյիստներն իրենց ֆավորիտ են համարում այս խմբում։ Ես չեմ կարծում, որ մեզանից լավագույնը պետք է լինի։ Ես կարծում եմ մենք պետք է առաջինը լինենք։ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում առաջին խաղը կանցկացնի ապրիլի 13-ին, մրցելով Մալազիայի թիմի հետ։ Հոկեյը Հայաստանում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց երբ առաջին քայլը արվում է հավատով, ոգևորությամբ եւ նվիրվածությամբ, դա արդեն հաջողված սկիզբ է։ Իսկ Հայաստանի հավաքականը պատրաստ է սկսել այդ պատմությունը հենց այստեղ, Սառցեդաշտում, մեր քաղաքի սրտում։ Մենք վերադառնում ենք տաղավար, դիտեցինք տեսանյութը ու հասկացանք, որ վերջին 3 տարիներին բավական աշխուժ է, որ վերջին 3 տարիներին արդեն սկսել է գործել անգամ Հայաստանի առաջնություն, որը բավական հետաքրքիր պայքարում է անցնում եւ ձևավորվել է ազգային հավաքական, որը մասնակցելու է D դիվիզիոնի աշխարհի առաջնությանը։ Նախ այդ նախապատմությունը աշխարհի առաջնությանը կվերադառնանք։ Ինչպես վերածնվեց հոկեյը Հայաստանում, ինչի շնորհիվ եւ ինչ ռեսուրսներ ունենք այսօր։ Ճիշտ է, մի քանի քայլ պետք է հետ գնանք, որպեսզի հասկանանք, թե ինչ է եղել պատմական,
Ոչ բոլորը գիտեն, որ դրանից առաջ եղել է հոկեյ, եղել է եւս մեկ անգամ 2010 թվականին աշխարհի առաջնություն, այդ ժամանակ 3-րդ դիվիզիոնի, C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում 3 տարիները դա քրտնաջան աշխատանք է եղել են մեծ պայքարներ։ Ասենք, որ այն ժամանակ որակազրկվեց հավաքականը, որովհետև լեգիոների խնդիր կար, չթույլատրված խաղացողի խնդիր կար, միջազգային ֆեդերացիան սանկցիաներ կիրառեց, բայց հիմա մաքուր է ֆեդերացիան եւ անգամ ձեռք է բերել աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունք։ Այո։ Այս 3 տարիներին նորից դառնանք։ Մենք վերադարձել ենք 3 տարի առաջ ամբողջ ուժերով, դա չի նշանակում, որ մեր դիսկվալիֆիկացիան էր այդքան երկար, ընդհանրապես եթե չեմ սխալվում 2 տարի էր։ Ստեղծվել է հոկեյի լիգան, այսինքն մենք ունեինք Հայաստանի հոկեյի ֆեդերացիա, ունեինք թիմ այստեղ, որը դա Club Lions-ն էին, որոնք պարապում էին, բայց այն մակարդակով թե որ կայացած 4 թիմ խաղա ունենանք առաջնություն, այդպես բան 3 տարի առաջ նոր հնարավոր դարձավ։ Այսինքն ելնելով գեոգրաֆիկ խնդիրներից նաև Ռուսաստանի հետ օրինակի հետ կապված, մենք գիտենք, որ լավ պրիտոկ եղավ ժողովրդի դեպի Հայաստան, Ռուսաստանի հայերի մեծամասամբ եւ որոշակի քանակի ռուսների, որոնք հոկեյը շատ ավելի լավ են խաղում, զարգացնում եւ միահամուռ ուժերով մեր գործընկերների հետ նաև Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վարամ Սարգսյանը եւ Պյոտր Լեբեդևը, որը հանդիսանում է հոկեյի լիգայի նախագահը, իրար հետ համագործակցելով ստեղծեցին Հայաստանի հոկեյի լիգան, որտեղ խաղում է սպային 4 թիմ եւ 3 թիմ նաև B կարգում է խաղում։ Այս 3 տարիների ընթացքում Հայաստանի հոկեյի ֆեդերացիան անցել է շատ բարդ ճանապարհ, քանի որ անցել ենք միջազգային ստանդարտ, մինիմում ստանդարտների պայմաններ, այսինքն թե ով ենք մենք, ինչպես է մեր մոտ զարգանում հոկեյը, ընդհանուր միջև սառույց ունենք թե չունենք, թիմ ունենք թե չէ։ Բոլոր խաղացողները անցել են երկար կոչվում է eligibility process, որը իրանից ներկայացնում է թե կարող է խաղացողը խաղալ Հայաստանի հավաքականում թե ոչ, ձեր նշած խնդիրներից զերծ մնալու համար այս պահին վստահորեն կարող եմ ասեմ պատմությունը չի կրկնվելու եւ բոլոր խաղացողները անցել են բոլորը լեգիտիմ են եւ կարող են համալրել Հայաստանի հավաքականը ու փառքասով որ այսօր այդ հավաքականը ստեղծվել է ինչպես ձեռք բերվեց աշխարհարարություն անցկացնելու իրավունքը, չէ՞ որ դա հենց այնպես փողոցում դրված չէ, որ գնաս վերցնես ու տուն բերես։ Այո, վերջին կոնգրեսին, որը տեղի ունեցավ Հունաստանում, Հայաստանը անցնելով մեծ մինիմում ստանդարտները խաղային որպես երկիր եւ որպես ֆեդերացիա, հնարավորություն ստացավ լինել այդ 6 երկրների շարքում նախ որպես մասնակից, երկրորդը որպես մասնակցություն ունեցող, նաեւ հյուրընկալելու հնարավորություն ստացավ, ինչպես նաեւ մյուսները, բայց նախադեպը չունեցող ձևով, այսինքն 100% ձայներով Հայաստանի ֆեդերացիան վերցրեց հյուրընկալման իրավունքը, այսինքն կոնգրեսին բոլոր երկրները, որոնք մասնակցում էին, բոլորը քվեարկեցին Հայաստանին կողմ։ Դե փառքասո, հիմա եկել ենք այն փուլին, որ մի քանի փոքր շտրիխներ են մնացել կարվի ու կարծում եմ, որ բոլոր լուրջ խնդիրները լուծված են։ Հիմա ինչ է մնացել լուծելու, ինչի վրա եք ավելի մեծ ուշադրություն դարձնում։ Քանի որ նախադեպը չունեցող աջակցություն է տեղի ունեցել թե ԿԳՄՍ նախարարության կողմից եւ թե մեր սպոնսորի կողմից, այսինքն բոլոր հնարավորությունը տրվել էր կատարել այդ ամեն ինչը շատ բարձր մակարդակի, շատ ուշադրություն ենք դարձնելու երևի առաջինը նշեմ մեր ֆան զոնաների վրա, քանի որ ելնելով նրանից, որ բոլորիս կողմից սիրված համալիրը այս պահին սառույց չունի, մենք որոշեցինք անցկացնել հոկեյի եւ գեղասահքի դպրոցում, իսկ ելնելով նրանից, որ այնտեղ նստատեղերի քանակը շատ խիստ սահմանափակ է, այսինքն 700-ն են, 7000-ի փոխարեն, որը կարող լիներ համալիրում, մենք որոշեցինք 2 ֆանզոնաներ ունենալ, որոնցից մեկը Շահումյանի հրապարակում է լինելու, մյուսը լինելու է օպերայի կողքին, այսինքն հարակից տարածքում, որտեղ մեր բոլոր հոկեյասերները, ինչու ոչ բոլոր այն մարդիկ, որոնք այդտեղով անցնելու են, իմանալու են, որ Հայաստանում կա հոկեյի առաջնություն։ Բոլոր հնարավորին ջանքերը գործադրվել էր այդ ամեն ինչը իմացվեր ժողովրդի կողմից, մեր ֆանատների կողմից, մեր աջակիցների կողմից, քանի որ ես կարծում եմ, երբ որ
հավաքականն է խաղում, դա լրիվ ուրիշ մակարդակ է, քան թե ինչ որ հայկական կլուբ օրինակ։ Ֆանգոտիներում հնարավոր է լինելու նաև դիտել հանդիպումներ։ Անպայման, ֆանգոտիներում լինելու են մեծ էկրաններ, լինելու են նստատեղեր, լինելու են ուտելու եւ խմելու հնարավորություններ, լինելու են երեխաների համար։ Եվ արհեստական սահադաշտ, որի վրա մրցույթ է անցկացվում։ Այո, երեխաների եւ նաեւ ինչու ոչ մեծերի համար լինելու են դարպասներ, լինելու է արհեստական սառույց, որտեղ լինելու են մականներ, ինչով կարող ենք հարվածել փականին եւ տեսնել մեր արագությունը, ըստ արագության լինելու են մեր սպոնսորների կողմից նվերներ եւ շատ ակտիվ է լինելու ու բոլոր օրերին, այսինքն համարյա կարելի ասել առավոտից երեկո ակտիվություն է այդտեղ իրականանալու։ Հայաստանի հավաքականը անցկացնելու է 5 հանդիպում։ Այո։ Որտեղ 6 հավաքականների մասնակցությամբ է այս առաշտությունը, շրջանաձև մրցակարգ է, նախ ընտրում եմ թվարկել մեր մրցակիցներին եւ վերլուծել թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը այս առաշտությունում։ Մենք տրամադրված ենք ոսկի մեդալին, այսինքն միջև վերջի կաթիլը, միջև վերջի ուժերը։ Իսլամական Հանրապետություն, Մալազիա, Ինդոնեզիա, Քուվեյթ, Ուզբեկիստան եւ Հայաստան։ Այս թմերից եթե նախնական վերլուծության անցնենք, այս թմերից Իրանի Հանրապետությունը խաղում էր 1 դիվիզիոն ավելի բարձր եւ անցած տարի իջել է ներքև եւ նույնիսկ այս վերջերս իրենց նախագահի հետ զրույցի ժամանակ նրանք հայտնեցին, որ մենք մտածում էինք, որ մի հատ իջանք ներքև, հեսա նորից կբարձրանանք, բայց արի ու տես, որ այս պայդրությամբ հեռուստադիտողին կցանկանայի ասել, որ այս պայդրությամբ 4-րդ մեր դիվիզիոնը շատ ավելի ուժեղ է, քան թե 3-րդը։ Այսինքն իրենք վախենում են, որ հետ չեն բարձրանա։ Մի քիչ խորանալով մեր անալիզի մեջ կարող ենք հասկանալ, որ ունենք 2 կարևորագույն օպոնենտ, ինչպես խոսացինք, դա Քուվեյթն է եւ Ուզբեկիստանն է, որպես երկրներ, հոկեյի երկրներ, երկուսը կարող ենք հասկանալ, որ Քուվեյթը բացառապես հոկեյի երկիր լինել։ Այո, բայց քանի որ մենք բոլորս մեր գլխավոր մարզչի հետ ամեն օր հետևում ենք բոլոր ցուցակներին եւ բոլոր խաղացողներին, այնտեղ խաղացողներ կան, որոնք մեծ մասամբ չեխ են, իսկ Չեխիան, ինչպես բոլորս գիտենք, հոկեյի տներից մեկն է, ասենց ասած, որոնք հավաքում են օրինակ ներքին չեմպիոնատներում 100 եւ ավելի միավորներ։ Երկրորդ կարևոր մրցակիցները Ուզբեկիստանի հավաքականն է, որը ինչպես նաեւ Հայաստանը առաջի անգամ է ներկայանալու, մենք պաուզայից հետո իրանք ընդհանրապես առաջի անգամ են սենյորներում հանդես գալու, իրենց մոտ էլ 6 ռուս, 1 կանադացի, այսպիսի վիճակ է, իսկ Ինդոնեզիա, Մալազիա եւ Իրանը իր հոկեյն է, իրենց մոտ կարան մարզիչներ լինեն, ռուս եւ այլն, բայց հիմնականում թիմը իրենցն է, Ինդոնեզիան եւ Մալազիան։ Չեմ ուզում անպագորգոր բաներ ասել, իդ 3 թմերի մասին շատ չենք մտածում, Իրանը կոնկուրենտ է, բայց այդքան ուժեղ կոնկուրենտ չէ, մրցակցությունը գնալու է մեր երևի 3 թմերի միջև։ Ուզբեկները մտածում են, որ մենք ենք մենակ իրանց հակառակորդները, Քուվեյթն էլ է մեր վրա, մտածում որ մենք ենք։ Այսինքն սպասվում է շատ ամառ անզիջում պայքար։ Այո, շատ հետաքրքիր ու դինամիկ պայքար, հոկեյը ինքնին շատ դինամիկ սպորտ է, նամանավանդ եթե դիտորդը նայում է տեղում, դուք նայեք, դուք այլ մարզաձև է, այլ մարզաձև է, ես միշտ սիրում եմ օրինակ բերել, որ եթե օրինակ դու նույնիսկ այդ սպորտի սիրահար չես, երբ որ դու գալիս ես դաշտ, այդ ատմոսֆերան մեկ է քեզ վերցնում է եւ չի թողում միջև վերջ, կցանկանամ բոլորին ասեմ, որ հոկեյում 3 թայմ են խաղում, որովհետև մենք ունեցել ենք մի քանի ծիծաղելի նախադեպ, որ ժողովուրդը իմանալով, որ 2 թայմ է սովորաբար, երկրորդից հետո որոշել էին գնային, ասում ենք ժողովուրդ ջան, խնդրում եմ մնացեք։ 5 խաղ Հայաստանի հավաքական, 15 խաղ ընդհանուր, ինչպես ասացիք շրջանաձև, մենք տրամադրված ենք ոսկի մեդալին, այսինքն միջև վերջի կաթիլը, միջև վերջի ուժերը։ Շատ բարի, ինչի վրա ենք հիմնվում։ Ինչն է մեզ դրան հնարավորություն տալիս այդպես մտածել։ Ունենք լավ պրոֆեսիոնալ մարզիչ, մեր խաղացողներից ովքեր են առանցքային, ովքեր են իրենց պարտավոր լավ կողմերով ցույց տալ։ Ուժեղ խաղացողների անուններ կտակ։ Մենք ունենք այս պայդրությամբ մի քանի հենակետեր, որոնցից մեկն է մեր գլխավոր մարզիչը Վադիմ Գուսկովը, որը կատարել է մեր հավաքականի հետ ցանկալի
քանակի չափ չէ, բայց հավաքականի մարզումներ, Իդեպ նա էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այո, ճիշտ այդպես։ Մենք կատարել ենք 5 հավաքներ, այսինքն 4-ը Հայաստանում, 1-ը Հայաստանից դուրս։ Առաջինը դա էր, երկրորդը, որ հավաքականը ի տարբերություն մնացած երկրների, որոնք բերել են դրսի ազգի խաղացողների, մենք որպես թիմ կայացած ենք, այսինքն մենք իրար հետ խաղում ենք, մենք իրար ճանաչում ենք, հավաքականը իրար հետ պարապում է, մենք նույնիսկ ստացել ենք ծանոթություններ ուրիշ թմերից, որ խնդրում եմ մեզ դրեք այս օրերը պարապմունքներ եւ դու կարող ես հասկանալ իրենց այդ անհանգստությունից, որ թիմը որպես թիմ հավաքական իրար հետ չեն խաղացել։ Այսինքն կան ակումբների խաղացողներ, որոնք երբևիցե չեն տեսել իսկական հավաքականի անդամներին, որոնք ներքին չեմպիոնատում էին խաղում։ Բայց դա հարցի երկրորդ կողմն է, մեր հավաքականը կայացած է որպես թիմ, որպես ընկերներ, որպես թմային մարզաձևի առաջնորդներ։ 7 տարի առաջ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի առաջին երյակի կորիզը կազմում էին Ալթիբարմակյանը, Մանուկյանն ու Փոլոդյանը, ում շնորհիվ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը ֆանտաստիկ արդյունքների հասավ։ Այս երյակից եւ ընդհանրապես Ռուսաստանի ուժեղ հայերից կան հավաքականում։ Ձեր նշած Մանուկյանի եղբայրն է մեր հետ, այսինքն մենք չենք դատում երկու եղբայրներին ով է ուժեղ ով չէ, իրենց կարիերայի ձևն է փոխվել, մեկը հավաքականում է, մեկը կախայելում է խաղում, նույնիսկ ձեր նշած խաղացողները հրավիրում էին այնտեղից, որպեսզի նրանք երկուսն է Ալթիբարմակյանն եւ Մանուկյանը Լադա ակումբում են խաղում, որոնք մեծակշիռ հայեր ունեն, նրանք էին հրավիրում մեր խաղերին։ Մենք ունենք երկու եղբայր կուզնիցովները, որոնք շատ լավ են խաղում, օրինակի համար մեր նույն Տիգրանը Մանուկյան, ունենք եւս հայեր Մալակյան Էդիկը օրինակի համար, այսինքն թվելուց ես չեմ կարողանում ինքս թվեմ այնպիսի խաղացողներին, որոնք լավագույններն են, քանի որ որպես թիմ, ինչպես նշեցինք դրանից առաջ, մարզչի կողմից բաշխվել են ուժերը այնպես, որ եռյակները թե հնգյակները շատ իրարից չտարբերվեն, այնպես չլինի, որ մենք խաղում ենք 3 րոպե շատ լավ, 4 րոպե շատ վատ։ Դրա այդ իսկ պատճառով մարզումներից ելնելով թե մեր Ռուսաստանի հայերը, թե մեր ակումբում պարապող հայերը, որոնք մեր հենց երևանցիներն են, որոնք ոչ իմացել են ռուսական հոկեյի ինչ է, ոչ Ռուսաստանը, այլ ստեղ աճել են, նրանք բոլորը թմում են։ Այսինքն միահամուռ ուժերով կազմվել է մի հատ ջոկատ, մի հատ մեծ թիմ, որը ցույց է տալու հնարավորինս ինչը կարելի է։ Շատ հետաքրքիր է լինելու անկասկած այս առաջությունից շատ բան է կախված։ Եթե մեր հավաքականը հաջողի, եթե մեր հավաքականը լավ խաղ ցույց տա, դա կնպաստի նաև ազգային առաջնության լիգայի աճին, զարգացմանը, որտեղ շատ բալիկներ կսկսեն հոկեյով զբաղվել։ Դրա համար ցանկանում եմ, որ ստացվի այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Մեր ընտրանին ցույց տային խաղը, ինչի կարիքը մենք ունենք, եւ որպեսզի ուրախանանք, բայց նաեւ եկեք աջակցենք մեր հավաքականին, տեղում երկրպագելով, տրիբունաները դատարկ չթողնենք, առանց այդ էլ ընդամենը 700 տեղ է տրիբունայում, ու այնպես անենք, որ մեր տղաները հասկանան, որ գտնվում են տանը, խաղում են սեփական հարկի տակ եւ այդ երկրպագուն իրենց հետ է, իրենց կողքին է ու նպաստելու է ամեն կերպ։ Շնորհակալություն այս զրույցի համար, բայց մեր հաղորդման երկրորդ մաս կա, որտեղ ձեզ ուղղելու ենք հեռուստադիտողի կողմից տրված հարցերը, դրա համար հրավիրում եմ գործընկերոջս Մարիամին ու փորձենք պատասխանել այդ հարցերին։ Ես եմ շնորհակալ, պարոն Գիլյան։ Եվ այսպես, պարոն Սարգսյան, հեռուստադիտողը ուղղել է հարցեր, Մարիամը այժմ կուղի ձեզ, խնդրեմ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Հեռուստադիտողին հետաքրքրում է, դուք երբևէ զբաղվել եք հոկեյով։ Ինքս։ Այո։ Փոքր ժամանակվանից, մոտ 9 տարեկանից խաղացել եմ, դա ոչ պրոֆեսիոնալ մակարդակի վրա է եղել։ Տարիներ առաջ Հայաստանում, Երևանում կար գործարանային սառույց ասված հասկացությունը, առաջին մասում 30-30-ի վրա, вообще կապ չուներ աշխարհի ստանդարտների հետ, մենք այդտեղ պարապում էինք։ Հետո տեղափոխվեցինք Համալիր, որտեղ արդեն առաջին անգամ սառույց էր եւ բոլորս կարողանում էինք պարապել։
մինչև 2010 թիվը, երբ որ Կարեն Մաքսիմիչի հետ խոսեցինք այդ հատվածը, հետո վերջացավ, բայց պարապում էինք սիրողական։ Խաղում էինք, կար թիմ, կային երեխաներ, ու որոշ մասը այդտեղից է մնացել Երևանում հենց հոկեյում։ Նման տեմպերով քանի տարի է հարկավոր, որպեսզի հոկեյը Հայաստանում դառնա զարգացած մարզաձև։ Իրականում այս հարցը շատ լավ հարց է, քանի որ մենք երեք չառաջի օրը նստած գործընկերներով նայում էինք մեր ճանապարհը եւ իր ուղին պլանավորված եւ դինամիկան։ Մենք այս պայդրությամբ ունեինք պլաններ մինչև 2027 թիվ ու հասկացանք, որ 25 թվում ենք, բայց արդեն 80-90%-ը մոտավորապես կատարել ենք եւ ավելին, որը հյուրընկալելն էր։ Միշտ լավ է, երբ գերակատարում ես, վատ է, երբ թերակատարում ես, այնպես որ արդեն ժամանակն է մտածել 35 թվականը մինչև ինչ պիտի արվի։ Այո, եւ մեր ֆեդերացիայի նախագահի հետ երբ որ զրուցում էինք, ասում եմ, հասկանում եք, ժողովուրդ, որ ինչքան էլ գերակատարել ես, պլանները պետք է առաջ գնալ, այսինքն մենք ունենք մի քանի դիվիզիոններ, դա մենակ չի սահմանափակվում senior դիվիզիոնով, այլ կա under 20 դիվիզիոն, կա under 18 դիվիզիոն, կա կանանց հոկեյ, որը այս պայդրությամբ մենք ունենք 6-7 աղջիկներ, որոնք պարապում են, պետք է զարգացնել երեխաների դպրոցը, ունենք մոտավորապես 120 երեխա այս պայն պարապող տարբեր տարիքային, շատ թափ է հավաքում աշխարհում 3-3-ի դեմ հոկեյի տեսակը, որը փոխարինում է շատ կետերում 5-5-ին, ուղղությունները շատ են, դրա համար մենք, ինչպես պարոն Գիլոյանը ասաց, մինչև 2035 հաստատ աշխատանք ունենք, բայց սենց տեմպերով կարծում եմ դինամիկան գնահատելով հոկեյը չի զիջի Հայաստանի մնացած թմային սպորտերին մոտավորապես մաքսիմում 3 տարում։ Հայաստանում մոտավորապես քանի մարդ է պետք, որ զբաղվի հոկեյով, որպեսզի ունենանք մարտունակ հավաքական։ Մարտունակ հավաքական ունենալը ես մի քանի տեսանկյունից եմ կարող բացատրել, առաջի տեսանկյունը, որ մարզիկները ծնվեն, մեծանան, պարապեն եւ դառնան հավաքականի անդամ, երկրորդ տեսանկյունը դա մեր սփյուռքի ժողովուրդն է, որը ցանկանում են հավաքականում խաղալ եւ ունեն մեծ փորձ, այսինքն արտերկրի, ինչպիսիք են օրինակ Չեխիան, Կանադան, Ամերիկան, բոլոր այդ Միացյալ Նահանգները, բոլոր այդ երկրները, որտեղ իրենք որպես սան մեծացել են, այսինքն իրենց կանչը դեպի Հայաստանի հավաքական եւ ասեմ իդեպ այս պայդրությամբ մեր համբավը այնպիսին է, որ իրենք են դիմում ավելի շատ, սկզբից մենք էինք դիմում, հիմա իրենք են դիմում, դա երկրորդն է եւ երրորդը դա անընդհատ հոկեյի զարգացումն է հենց Հայաստանում լավ մարզիչների տեսանկյունից, այսինքն մարզչական կազմ ունենալն է, որպեսզի Հայաստանում այդ մարզիչները մեծանան, ասենց ասած դառնան պրոֆեսիոնալներ։ Ունենալն է շատ կարևոր։ Ամենակարևորը իմ եւ պարոն Գիլոյանի մեկ մշտական եւ երկրորդը այսպես փուլային սեզոնային սառույցն ու վերջ։ Իմ եւ պարոն Գիլոյանի շատ խոսակցությունների ժամանակ նաեւ նշվում է այդ հարցը, որ հոկեյի տունը որն է այստեղ, այսինքն մենք ունենանք, նու թող մերը չլինի անձնական, բայց այնպեսին, որտեղ մուտք ու ելքը մեր համար միշտ բաց է, այսինքն կան կոմերցիոն տարածքներ, կան պետական տարածքներ, որտեղ շատ չզարգացած սպորտը շատ հանգիստ մուտք ու ելք չունի, ինչպիսիք են մենք ենք։ Այդ 3 ֆակտորները, որոնք նշեցի, լինեն, մենք քանակ էլ այտենց շատ մեծ քանակ պետք չի, այսինքն մոտավորապես այս պայդրությամբ կա դեպի 300-400 հոգի, որ մի 2000 հոգի ունենանք, արդեն կարելի է լավ մատերիալ ունենալ հավաքականի համար։ Իսկ քիչ առաջ որ նշեցիք 3 տարի անց արդեն զարգացած սպորտաձև կլինի, այդ ժամանակ հավաքականը ավելի մարտունակ կլինի։ Անպայման մենք ամեն օր նույնիսկ հավաքների ժամանակ, նույնիսկ կազմակերպչական աշխատանքների ժամանակ չենք մոռանում այն փաստը, որ հաջորդ տարի պետք է ավելի լավ, մենք հələ չենք հանդես եկել, բայց մտածում ենք հաջորդ տարվա մասին, ու մենք ունենք մեծ ցուցակ, արդեն եւս ունենք նոր ակումբ, ԲԿՄ ակումբը, որտեղ հյուրընկալել ենք արդեն մեր նոր հայ մարզիկներին, որոնք եկան, տեսան, հաղթեցին, այսինքն իրանք ընդհանրապես գոյություն չունեին, ստեղծվեցին, եկան ներքին առաջնություն եւ նարաստ դառան ներքին առաջնության չեմպիոններ, որտեղ ակումբի 90%-ը հայեր են, որոնք ներառվելու են Հայաստանի հավաքականի կազմ։
եւ արդեն ընթացիկ մեր սկաուտական գործընթացը, որը նայում է ամենտեղ մեր խաղացողներին, մեր Սփյուռքի հետ համագործակցության գործընթացը, Մոնրեալում կա թիմ, օրինակ Մինսկում կա թիմ, հայկական Լոս Անջելեսում կա հայկական թիմ եւ իրենք բոլորը ուզում են եւ մեր եւ Կարեն Մաքսիմիչի նշած խնդիրները, որոնք լուծելով գնում էինք, սա ստարտներ, սկիզբներ, կարծում եմ կկարողանանք։ Հեռուստադիտողին հետաքրքիր է, եթե Հայաստանի հավաքականը նվաճի 3-րդ դիվիզիոնի ուղեգիր, ինչպես ֆեդերացիան կխրախուսի թիմին։ Խրախուսանքը իրականում այս պայդրությամբ շատ ամեն տեսակ արվում է, ասենց ասած, լինելով, որ մեր հավաքականի յուրաքանչյուր խաղացող ոչ մի խնդիր սպորտում շատ լավ ելույթ ունենալու տեսանկյունից խնդիր չի ունենում, բայց քանի որ ունենալով հաջողություն դու կարողանում ես հաջողություն ունենալ նաև երկրում, սկսած գործընկերների տեսանկյունից, վերջացրած պետության տեսանկյունից, ես կարծում եմ, երբ որ հաջողենք եւ ֆեդերացիան հաջողի իր տեսլականը, ոչ մի մարզիկ չի լինի, որ չզգա իր վրա, որ ինքն էլ հաջողել է, թե չգիտեմ, օրինակի համար բենեֆիտային տեսանկյունից, թե ֆինանսական տեսանկյունից եւ թե զարգացման տեսանկյունից։ Եվ վերջին հարցը, պարոն Սարգսյան, ով է բոլոր ժամանակների ձեր ամենասիրելի հոկեյիստը։ Եթե շատ անկեղծ լինեմ, ես փոքրուց եւ մինչեւ հիմա մեծ հոկեյի երկրպագու չեմ, ինչը շատ տարօրինակ է իմ կողմից, բայց ես նայել եմ միշտ մեծամասամբ ռուսական հոկեյի եւ երկրպագել եմ միշտ բոլորիս կողմից սիրած Ավեչկինին։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն հարցերի համար, ասեմ, որ իմ ամենասիրած հոկեյիստը եղել է Վալերի Խարլամովը։ Այո։ Եվ շնորհակալություն հայտնեմ ձեզ այս զրույցի համար, սիրելի հեռուստադիտողներ, մեր հավաքականին, հոկեյի հավաքականին ու մեզ մաղթում եմ հաղթանակ, ցտեսություն։